փոթորիկներ են եկել։ Ինչ անել ես փոթորիկների ժամանակ։ Խնդրում եմ ձեզ, հիշեք Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը լեռան քարոզի վերջում։ Ում նմանեցնեմ են մարդուն, որ լսում է իմ խոսքը եւ պահում է իմ պատվիրանները, նմանեցնեմ են մարդուն, ով իր տունը, իր կյանքը կառուցում է ժայռի վրա։ Ժայռը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, իր խոսքը, իր պատվիրանները, իրեն հետևելը, իրեն հնազանդվելը։ Մի բան ասում է չի կարելի, վсё, չի կարելի, չեմ անի։ Մի բան ասում է ասես կանեմ, վсё, սենց կանեմ։ Ոչ թե փորձենք արդարանալ, ոչ թե փորձենք, չգիտեմ, ինչ ասեմ, կրուտիկներ անեն, ինչա թե մեր ուզածը կատարենք, չի կարելի սեփական կամքը կատարել, չի կարելի սեփական ցանկություններին հետևել, այլ եղից իմ կամք քո, ոչ թե եղից իմ կամք իմ։ Խնդրում եմ այս բաները դուք ձեր ժոր, չմտածեք ձեր վրա եմ ջոանացած, բայց ուզում եմ որ դուք այս բաները պատմեք ձեր տնեցիներին, պատմեք ձեր երեխաներին, ձեր թոռներին եւ արտահայտվի այս ամեն ինչը ձեր կյանքում որպես օրինակ, որպես աղ, այստեղ քիչ եմ, չէ՞ այսօր։ Դուք բան գործ թողել եք եկել եք ստեղ։ Բայց աղն էլ քիչ անենում։ Տեր Հիսուսն ասեց, դուք եք երկրի աղը, մի աման ճաշին, մի աման աղ չեն լցնում, այլ մի պտղունց աղ են լցնում։ Մենք հիմա ցրվելու ենք, գնալու ենք ամեն մեկս մեր կյանքի մեջ։ Խնդրում աղաչում եմ ձեզ, մեզ շատ աղոտ կա պետք, մեզ շատ օրինակ կա պետք, մեզ շատ քրիստոնեական սրբության օրինակներ ա պետք։ Դուք այդ օրինակները եղեք, մի մոռացեք, որ կոչված եք այդ բանը լինելու։ Համ կտանք կյանքին եւ մեր կյանքը կփոխվի, եթե մենք այս փոթորիկի մեջ ամուր մնանք։ Իսկ եթե ամուր չմնանք, գնանք մեր ցանկությունների հետևից, մենք կնմանվենք այն մարդուն, ով որ իր կյանքը կառուցել է ավազի վրա։ Փոթորիկը երբ որ եկավ, այդ տունը չդիմացավ։ Հիմա շատ մարդիկ արխային են, որովհետեւ փոթորիկը ամեն օր չի գալիս։ Օրինակ 30 տարի տես որ նայում ես փոթորիկ չի եղել, չէ՞, Արցախը տվել է մեզ, մեր տարած հայրենիքը ընդլայնել է, մեր սերնդին տվել է պետականություն, մենք էլ առողջ ապրել ենք ու բողոքել ենք, դժգոհել ենք ու ասել ենք երգիրը երգիր չի, փոխանակ ասենք մենք այն չենք ինչ որ Աստված ուզում է մեր լինել։ Այ խոնարհության օրինակներից մեկը թե ինչ բան է խոնարհությունը, որ այսօր մենք սովորում ենք, եկեղեցու հայրերն ասում են, որ մարդը գիտենա, հասկանա, որ ինքը այն չի, ինչ որ Աստված ուզում է որ ինքը լինի։ Մենք այդ մակարդակին չենք ինչ որ Աստված ուզում է որ մենք լինենք։ Խնդրում եմ ձեզ, ձեր կյանքերը ամեն ինչի մեջ կառուցեք Քրիստոսի վրա եւ այս նույնը սովորեցրեք ձեր երեխաներին, ձեր մտերիմներին, ովքեր որ լսում են գոնե ձեր խոսքը։ Իսկ այս դժվար խոսքերի մեջ, ինչպես ես մի քահանայից լսեցի երեք, լավ հիշեցրեց, դուք էլ հիշեք սիրելի ժողովուրդ, այն խոսքերը, որ Պողոս Առաքյալն ասեց Հռոմեացիներին, 8-րդ գլխի 28-րդ համարում, լավ հիշեք, Հռոմեացիներ 8:28, հեշտ է հիշելը, ամեն ինչ բարիով է կատարվում նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն։